ազգային ժողովի մեծարգո նախագահ հարգելի գործընկերներ, ոնց որ թե կասկածի տակ է դրվում, որ Հայաստանը մաֆիա եղել է եւ հիմա որոշ մասով գլխատվել է հիմա մաֆիայի գոյությունը բոլորս տեսել ենք տարիներ շարունակ, սկսած մարտի 1-ից։ Եվ մաֆիան իր ձևը եւ բովանդակությունը ստացել է հոկտեմբերի 27-ից հետո։ Մինչ այդ ինքը տարբեր դրսևորումներով, այսպես խմբակային դրսևորումներ ուներ։ Մաֆիան լինում է եւ քաղաքական եւ փաղային, բայց հոկտեմբերի 27-ից հետո ինքը ասենց ամբողջացավ եւ հիմա ես երբ որ կներկայացնեմ էվոլյուցիոնը, որը կապացի նրա գոյությունը եւ նրա բացակայությունը հիմա, կարծում եմ դրա մեջ ոչ մեկը չի կասկածի։ Պարագլուխները իհարկե մի մասը մեծամասամբ հայտնվեցին Ռուսաստանի Դաշնությունում։ Միրան, ասենք Պողոսյան, Քեթրինի Միրանը։ Կարար մեկը բանան բերեր, որտեղ եթե բերում էր, նույն Պաշտոնյան, որը նաև գեներալ ուսադիրներ ուներ, ինքը ուներ խմբեր, որ այդ խմբերը կարող է այդ բերողներին ընդհանրապես մի քանի րոպեի ընթացքում բացատրեին, եթե բախտ վիճակվեր ողջ մնար, որ այլևս դրանով պետք է չզբաղվեն։ Պաշտոնյան ուներ ապօրինի զինված խմբեր։ Մարտի 1-ին այդ ապօրինի զինված խմբերի ցանկը հրապարակվեց եւ կարծում եմ 18 թվականից հետո նախաքննական մարմինը հնարավորություն ունեցավ այդ ցանկի որով անցնի եւ շատ բաներ բացահայտվեն։ Ես մի դեպք բերեցի Միրան Պողոսյան, վառելիքի ինչ ուզում եք ասեք։ Այսօր այդ խնդիրները հանված են, բայց այդ չի նշանակում, որ այդ զինված խմբերը բացակայում են, նրանք կան եւ վերջերս մենք տեսանք թե աջափնյակում թե մյուստեղերը եւ դրանք պարզապես կորսել են իրանց ղեկավարների զգալի մասին, իսկ ղեկավարների մյուս մասը ստվերից մեկ-մեկ դուրս է գալի եւ պետք է ստանա իր պատասխանը։ Տիկին դատախազ, զեկույցի հետ ես համերաշխեմ ամբողջությամբ թվային տրամաբանությամբ, ապօրինի գույքի հետ կապված բոլոր ձեր ջանքերը գլխավոր դատախազության միարժեք այդտեղ հսկայական աշխատանք կա կատարված, պարոն Խաչատրյանը իհարկե նշեց մեկ դեպք, բայց այն ինչ որ դուք ներկայացրել եք հանրության մոտ ոչ մի կասկած չկա, որ դրանք իրականություն են։ Ինչի՞ չկա, որտեղ բոլորը գիտեն, որ այն հայցերը, որ դուք դիմել եք, ասենք Աղվան Հովսեփյանը, որ ապրում է Սարյան փողոցում այդ տանը, եւ մի հատ էլ ծակել մտել է բազմաբնակարան շենքի տարածք, որտեղ ֆիթնեսով է զբաղվում, դա ապօրինի է։ Բայց ինքը եթե չլիներ գլխավոր դատախազ, այդ հնարավորություն չէր ունենա։ Եվ այդպես բազմաթիվ պաշտոնյաներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից պարզվեց հսկայական գումարային տեղաշարժ կլինի դեպի Հայաստանի բյուջե, Գագիկ Խաչատրյանի։ Դա այդ ինչ էր, սենց որոշեցին, որ գումարը աշխատեցին, գնաց չէ։ Այդ ճանապարհը լիցենզիան այդպիսի կարողություններ ունեն հենց մաֆիոզ դրսևորումների մասին։ Դրանք եղել են։ Փառք Աստծո այսօր չկան, բայց մենք ունենք հսկայական անելիք, նրանց նախկինում առաջարագործությունները պարագլուխներին օր առաջ Հայաստան բերելու, որտեղ բացահայտումների ծավալը այդտեղի որակը կդարձնի անշրջելի նման ուրեմն դրսևորումները հետագայում երազելու համար։ Հիմա դուք ձեր ելույթում նաև նշեցիք, որ եթե կան որոշ այլ դրվագներ, որոնք զեկույցի մեջ ներառված չեն, արժի դրա մասին խոսել, ես հենց այդ ուղղությամբ եմ պատրաստել զեկույցը, իմ մտահոգությունները, որը արժի որպեսզի մենք գլխավոր դատախազության հետ մեկտեղ անցնենք այդ ճանապարհը, սկսեմ առաջին կետից, որը վերաբերում է Վահրամ Խորխորնու սպանության վերաբերյալ քրեական գործով վերջին ժամանակներս, ուրեմն այն հայտարարություններին, որը վերաբերվում էր դրա բացահայտմանը։ Ինչպես հայտնի է, թե նախաքննական մարմնի եւ թե ԶԼՄ-ների կողմից հանրային իրազեկում արվեց Խորխորնու սպանության դեպքի բացահայտման վերաբերյալ։ Այդ ամենի շրջանակներում տեղեկացվեց նաև, որ դեռևս 99 թվականի վերջերին նույն գործով կասկածվող 3 անձիկ, այդ թվում Սասուն Արուշանյանը նույն գործի շրջանակներում ձերբակալվել եւ կալանավորվել էին, բայց որոշ ժամանակ անց անհայտ հանգամանքներում ու պատճառներով ազատ էին արձակվել։ Ընդ որում, նշածը տեղի ունեցել 99 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքից հետո վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանված լինելու հանգամանքից օգտվելով, ինչի մասին հանրությունն իհարկե այն ժամանակ պատշաճ տեղեկացված չեղել։ Իմ համար էլ շատ անհայտ էր, որ Վազգեն Սարգսյանի կենցանուրակ այդ գործը բացահայտված եղը պարզվում է եւ իր սպանի հոկտեմբերի 27-ից հետո եկել այս մարտիկ ինչ որ որոշումով գնում են։ Ես այդ հարցը չեմ զելացել, վերցել եմ հերքսը, զանգել եմ այն ժամանակ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին եւ ասել եմ Բորիս, այս ո՞նց է, այս ինչ է եղել։ Ինքը ասես չեմ հիշում։ Ես նորից իրեն ուզում եմ հիշեցնել եւ դիգեն գլխավոր դատախազ ուզում եմ որպեսզի հիշացվի, կանչվի, հիշացվի։ Ո՞նց է եղել, երբ որ դա համարվել է բացահայտ իրեղեն ապացույցներով եւ այլն, խոստովանական ցուցմունքներով։ Հիմա այսպես մի հատ շրջապատույի մեջ ենք հայտնվել։
Եվ բնականաբար առանց ուժեղ քաղաքական ձեռքի այսպիսի իրողություններ երազել հնարավոր չէր։ Իսկ քաղաքական ուժեղ ղեկավարողը Հայաստան խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էր այդ ժամանակ։ Ակնհայտ էր դա։ Հիմա պետք է այս թնջուկ այստեղ շատ լավ ման կա բացահայտելու։ Եթե ինչ-որ միտեղ հասկանալի էր 99 թվականին ձերբակալված ու կալանված հիշյալ գործով անցնող 3 անձանց 99 թվականի հոկտեմբերի 28-ի դեպքից հետո ազատ արձակելու հանգամանքը, ինչն ըստ էության բացատրում է խնդրո առարկայի նկատմամբ նաև հանրապետության տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների համապատասխան դիրքորոշմամբ եւ վերաբերմունքով, ապա ամենևին էլ հասկանալի չի մեր այսօրվա մեր իշխանության տրամաբանության մեջ, սա ես կուզեի, որպեսզի անձամբ ես օր առաջ տեսնենք, թե այստեղ որտեղ ենք թերացել, որտեղ այդտեղ ակնհայտ անելիք կա եւ ես մոտ ժամանակներս կզանգարեմ, եթե լինի հնարավորություն միասին քննարկենք այս հարցը, եթե դեմ չեք։ Ես իմացա, որ Մոսկվա դիմվել է ձեր կողմից, որպեսզի վկաներից մեկը արտահանձնվի Հայաստանի Հանրապետության եւ կարծում եմ դա էլի հնարավորություն կտա, բայց այստեղ իմ կարծիքով հիմնական բանը ով որոշում կայացրեց այս մարդկանց ազատվի խփանմիջոցը փոխեն եւ գնան Լեռնային Ղարաբաղ։ Առանց այն ժամանակվա պաշտոնյաների, հատկապես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու, սա անհնար է, առավել ևս առանց քաղաքական որոշում ունենալու։ Դատախազության 25 թվականի տարեկան աշխատանքի զեկույցում գրեթե անդրադարձ չարվեց 99 թվականի հոկտեմբերի 28-ի ոչռագործության դեպքին, Տիտին գլխավոր դատախազը, անցյալ անգամ եմ հարցրել, 27-ի հետ կապված կան այսօր վկաներ Ալիկ Հարությունյան, Նայիրի Բադալյան, Սամվել Ուզումյան, որոնց օր առաջ Հայաստանում լինել, որ տարիների ընթացքում եւ հիշողություննակորում այդ մարդիկ կարող է պարզապես ինչպես շատ վկաներ ֆիզիկապես գոյություն չունենան եւ մենք բացահայտման տեսանկյունից կարող է այդ հնարավորությունից զրկվենք։ Ես տվեցի ընդհանրապես մի քանի անուններ։ Հիմա հաջորդ հարցը, ինչքան ժամանակ ունեմ, հա։ Մարտի 1-ին։ Մարտի 1-ը մի հատ ցուցիչ էր, որտեղ ըստ էության այդ նույն մաֆիան, որպեսզի քաղաքական իշխանությունը պահպանվի, իրանք ամբողջությամբ դրսևորվեցին։ Եվ մի դրվագ ասեմ, որտեղ կարող է չասնեմ, ինչեւ էր ժամանակս քիչ է, բայց մի դրվագ 030 սրա մասին շատ ենք խոսել, զինված ուժերի օգտագործման, բայց ստվերում է մնացել Լեռնային Ղարաբաղի զինվորականների Հայաստան բերելը։ Մի դրվագ բերեմ Լենինգրադյան փողոցում տեղակայված էր Սպեցնազը, Սպեցի Գագո, ափսոս Սերյանովյանից բոլորին ճանաչում է, Սպեցի Գագոյի գլխավորությամբ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բերված այս մեծականակ խումբը ղեկավարվել է Սամվել Կարապետյանը։ Հիմա Սպեցի Գագոյի ենթակայության տակ եղել է նաև Արթուր Ավանեսյանը։ Ձեզ ինչ որ բան ասեց այս անունը։ Ապրես։ Դա մեր հայտնի դեմ քաղաքավարված Կանդազն է։ Կանդազը։ Եկել էր Երևան ինչ աներ, իշխանությունն էին փրկում։ Չէ որ մեր նպատակները Լեռնային Ղարաբաղի հետ կապված գավիժվեց հենց երբ որ տղա բերեցին Հայաստանի վրա, ընդ որում զինված։ Հələ ապօրինի զինված խմբերը քիչ էին, Կանդազը, հիմա եկել է այստեղ, նորից եկել է ինչ կանդազություն անի։ Ես ասում եմ բաներ, որ քննիչ հանձնաժողովը նաև ձեռքի բերել նյութերը նաև նախաքննական մարմնում կան այս բաների ապացող փաստեր, արձանագրված, տիկին Գալստյան, կարող եք դիմել։ Գլխավոր դատախազի ներկայությամբ եմ սա ասում, շատ լավ դուք անդադ դատավճիռի հետևում եք պահպանած, ես փաստերի, ես խնդրում ինձ խանգարում եմ, խնդրում։ Վերականգնեք Վարդանի ժամանակ։ Ինչքան վերականգնեցիք։ 10 րոպե, շատ լավ, շնորհակալություն։ Հիմա այս խմբերը, որ եկել են, ինչքան լավ ստացվեց Տիկին Գալստյան ասելիք շատ կար, որովհետև խմբերի գոյությունը առանց քաղաքական իշխանության սենց լավ բարկադաբրոյի դա չէր լինի։ Հիմա պաշտոնության բանակից այս խմբերը եկան, բոլորը ենթասպաներ, սպաներ, Կանդազը չգիտեմ, ես ժամանակ մայոր էր, թե մի բա գնդապետի ուսադիրումներ։ Սպեցի Գագոն հիմա Մոսկվայում ինչ են գիտեմ։ Բայց դա Սպեցի Գագոն էր։ Դենց է։ Հիմա Սամվել Կարապետյանը հարցաքննվել ես գիտեմ, եւ շատերն են հարցաքննվել։ Շատերն են հարցաքննվել։ Օգանովսկի, որ ձեզ լավ հիշվի։ Հիմա այս խմբերի պաշտոնության բանակից Հայաստան գալը, որը թաքցվել է այն ժամանակ ամբողջ ծավալով։ Իրանք տեղակայված են, քննիչ հանձնաժողովը սա բացահայտել է, քննիչ եմ ասում, կներեք, փաստավակ խումբ է, որտեղ ոչ ազգային ժողովի։
տեղականությունը հավաքակայանում Չարբախ եւ ինչ որ պայ ինչ որ ժամից նաեւ տեղակայված են կառավարության շենքում տպարանի տարածքում։ Լավ էր, չէ՞։ Հիմա այդ խմբերը բոլորը պաշտոնապես մեծամասամբ պաշտոն զբաղեցնող զինված ուժերում մարդիկ են։ Առանց այն ժամանակվա պաշտպանության բանակի հրամանատարի հնարավոր է sense բան անել։ Պաշտպանության բանակի հրամանատարը Մովսես Հակոբյան։ Առանց Հայաստանի գլխավոր շտաբի պետի Սերյան Օհանյան եւ փախուստի մեջ հավերժ գտնվող Միքայիլ Հարությունյանի հնարավոր էր այս ամբողջ անել։ Ոչ։ Առանց քաղաքական իշխանության հանձնարարականի այսպիսի բան հնարավոր էր անել։ Նպատակը ո՞րն էր։ Իրանք ոչ թե գնդակահարել են մարդկանց, իրանք ցանկացած յուրաքանչյուր 10-ի վրա կրակը կարար գնել։ Դուք մի նայեք որ 10 հոգի ասպանվել։ Ոչ էլ նայեք դրա, միեդի որոշումը։ Միեդի որոշումը տվեց բացառիկ հնարավորություն հայտարարել որ մարտի 1-ը բացահայտված է։ Բացահայտված է եւ վերջ։